Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահը կներեք, ասել է, որ դա խախտում չի եւ կարող են գնալ նման բան անել։ Դուք դրան չեք արձագանքել։ Իրավունք ունի։ Բնականաբար չունի։ Դա որևէ տեղ նշված է, որ Հա, իհարկե։ Պես ավելի խարսելով։ Իհարկե, տեսեք հարգելիս, ինչ ես ներկայացնում եմ, մենք մեծ շատ ծավալուն զեկույց ենք պատրաստում։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը հստակ եւ դրա հիման վրա արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով հստակ ընթացակարգ կա, թե օրինակ քվեաթերթիկները հանձնաժողովը ինչպես կարող է ստանալ, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն ունի իրավունքների ու պարտականությունների շրջանակ։ Նույնական ունի նաև ընտրատեղամասային հանձնաժողովը եւ որևէ այդ շղթայի մեջ սահմանված չէ, իսկ եթե սահմանված չէ, դա արգելված է, դա ընթացակարգի խախտում է, որ ընտրության կեսին ընտրատարածքային նախագահան կարող է տեղամաս ներխուժել, հավաքել այդ հավաքված աղբային քվեաթերթիկները, դրանք լուրջ ընտրախախտումների հիմք կարող են հանդիսանալ։ Ինչու ենք մենք փորձում կանխարգելել, դա էլ է արգելված չէ, որ մարդը գրպանն է դնում դուրս է բերում քվեաթերթիկը։ Այս մարդը գալիս է իրավասու մարմին process-ի, հավաքում է այդ աղբարկղի քվեաթերթիկները, տեղադրում է ինչ-որ անհայտ տոպրակ եւ հետը դուրս է բերում։ Երբ կարող է տանել կամ ոնց պիտի արի։ Դա օրվա ընթացակարգը հետևյալն է, օրվա ընթացքում աղբարկղում կուտակվում է հանձնաժողովի անդամները նախագահի իրազեկմամբ կամ հենց նախագահի կողմից պարբերաբար դատարկում են աղբարկղը, որովհետև դա եթե մասնակցելիությունը ակտիվ է, լցվում է։ Դատարկում են եւ հատուկ տոպրակ գոյություն ունի, ըստ էության դրանք մարման ենթարկա քվեաթերթիկներ են։ Հատուկ տոպրակում դրանք հավաքվում են ու չպետք է արգելված է ընտրության օրը քվեաթերթիկներ դուրս բերելը ընտրատեղամասից։ Հասկանում եք, դա արգելված արարք է օրենսդրությամբ։ Կան մեր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը ունեն հանցակազմի ու վարչական իրավախախտումների տեսակներ, բլոկերով տարանջատվում է։ Սա ըստ էության այդ դրանց շարքին է դասվում եւ խախտում է ընթացակարգին։ Հովակիմյանը ստում է, որ ասում է դա խախտում չի, կարող է տանել լցնել ձեր գլխին, ինքը ասում է, կարող են տանել լցնել գլխին։ Չեն կարող տանել։ Դուրս տաներով ուզում է տանել։ Ես անկեղծ ասած չեմ լսել, ես պարոն Հովակիմյանի, ես պարոն Հովակիմյանի մեկնաբանությանը ծանոթ չեմ, բայց ես պնդում եմ, որ դա խախտում է եւ իրավական հիմքերով եմ պնդում, ուղղակի դա իմ կարծիքը չէ։ Եթե մենք ասենք, որ դա թույլատրելի է, հասկանում եք, իրավական գործընթացը կներեք բարես համար բարդակ կդառնա, այսինքն կարող է թույլ տալ։ Հիմա պատկերացնում եք ինչ կգտնի, արգելված է ընտրատեղամասից ընտրության օրը ու ընտրության ընթացքում էն էլ չասեմ քվեարկության օրը քվեաթերթիկ դուրս բերելը։ Դա որևէ մեխանիզմով սահմանված չէ, ավելին արգելված է, որովհետև մի օր առաջ տեղամասային կենտրոնները սահմանված կարգով ստանում են քվեաթերթիկները, սահմանված կարգով դասավորվում են, դրանց պատշաճ կերպն իրավիճակն է ստուգում, օրինակ մենք մի շարք տեղամասերում ունենք, որ երրորդ համարի քվեաթերթիկի վրա սկսած տպագրական սխալներից ընդհուպ մինչև դրանց ֆիզիկական վնասվածություն, ճմրթվածություն, պատրվածք, այդտենց խնդիրներ ենք ունեցել եւ նախորդ օրվանից ստուգումներ ենք իրականացրել։ Ես ուղղակի սրա հետ կապված մի բան ասեմ, քանի որ այս թեման, քանի որ սա արտակարգ է, տեսանք թե ինչպես է պատմությունը։ Իհարկե արտակարգ է։ Ես ուզում եմ հասկանալ, դուք օրինակ կենտրոնական քաղաքական հանձնաժողովի ղեկավարը պնդել է ասուլիսում, որ այդտեղ խախտում չկա, դա նորմալ է, կարող են դուք ասել արգելված է։ Դա ինչ պատիժ է ենթադրում վարչական թե քրեական եւ արդյոք դուք դրան ընթացք տվել եք օրինակ։ Ոսեր եք հասկանալ։ Եթե կարող եմ իշարք ընտրատեղամասերի նման բաներ ես արձագանքեմ, որպեսզի երկխոսության չվերածվի, ավարտենք ու սկսենք հարցերին անդրադառնալ։ Տեսեք, բնականաբար այդ օր, քանի որ արտակարգ ռեժիմ էր ու ծավալը խախտումների ահռելի էր, ես այդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների հետ օպերատիվ աշխատել եմ ու ի պատիվ իրենց այս մի դրվագ ասեմ, բազմաթիվ նման դրվագներ են եղել, անմիջապես լուծում են տվել, սկսած առավոտը 7-ից, երբ մի շարք տեղամասերում հենց կոնկրետ իմանալով, որ ուժեղ Հայաստանի վստահված անձա, հանձնաժողովի նախագահները թույլ չեն տվել, որ մեր ներկայացուցիչները մտնեն տեղամասային կենտրոններ։ Ես այդ դրվագը կոնկրետ ուղարկել եմ պարոն Սմբատյանին,
ու իրենք արդեն իրազեկ են եղել եւ ընթացքի մեջ է եղել, հա, իրենք զանգել են, կանխարգելել են, նույնիսկ տեսանյութի մեջ երևում է, հա, որ խոսում են ու ասում են, որ դա անթույլատրելի է, այդ կինն է փորձում է մեկնաբանել, արդարանալ ու կրկին պնդում եմ, սա հակաօրինական, հակաիրավական արարք է, բայց հետքերով, հա, հանցագործության մասին հաղորդումները բնականաբար տրվելու են, այն բանից հետո, երբ մենք ամբողջական զեկույց ունենանք, արդեն սա, այս հանրային շրջանառված տեսանյութը կարելի է արդեն հանցագործության մասին հաղորդում եւ արձանագրված իրավախախտում համարել ու ԿԸՀ-ն ըստ էության պարտավորվածություն ունի անկախ իմ հաղորդումից էլ, եթե բաց այդ իրավախախտումները դուք լրատվամիջոցներդ արդեն շրջանառում եք ու հրապարակվում եք, իրենք դրանց հետքերով պետք է գնան, որովհետեւ իրենց հիմնական սահմանադրաիրավական պարտավորվածությունն է ապահովել բնական ընթացքը, իրավապահ մարմինների սահմանադրաիրավական պարտավորվածությունն է կանխարգելել հանցագործությունները, այսինքն ոչ միայն ԿԸՀ-ն, նաև ոստիկանությունն է տեսնում, չէ, որ ընտրական իրավախախտում է։ Մամուլը շրջանառելը դա հանցագործության մասին հաղորդում է պարտավոր են հետքերով գնալ։ Բայց մեկ այլ շատ գլոբալ խախտում ասեմ, որը մեր որակամբ կարելի է համարել նաև ընտրախախտում, դուք վերևը թվեր եք տեսնում, հարգելիներս, մենք բաց աղբյուրներից, պետական մարմինների վեր ենք անել հարյուրավոր հասցեներ, մոտավորապես մինչև 10 հաշվառվածը չասեմ, բայց ունենք 846 հասցե, որոնց վրա արդեն 20 պլյուս մարդ է հաշվառված, մեկ հասցեին, ընդհուպ մինչև մեկ հասցեի վրա 303 մարդ հաշվառված, 185 մարդ, 174 և ըստ էությամբ ահռելի թվաքանակա քաղաքացիների դառնում։ Մենք դիմել էինք ներքին գործերի նախարարություն և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը ըստ էության պատասխանել էր ոչինչի մասին, հա, հղում կատարելով իրավական ակտերին, որ անձնական տվյալները մշակելի չի եւ այլն, եւ ոչ մի պատշաճ բացատրություն, թե ինչու են այսքան հասցեներ ու ինչու այսքան մարդ կա այդ հասցեներում հաշվառված եւ արդյոք դա լրջագույն մտահոգության տեղիք չէ, հետաքննությունների եւ այլն, չի ներկայացրել։ Հիմա տեսեք, դրան զուգահեռ ես ձեզ ներկայացնում եմ պաշտոնական տեղեկանքների թվերը, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված են։ Տեսեք, փետրվարի 11-ին ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկանքով մեր ընտրությունների ընտրական գործընթացին 2 միլիոն 489 հազար 031 ընտրող էր մասնակցում։ Այնուհետև դրան հաջորդել է մայիսի 23-ի տեղեկանքը, համաձայն որի 2 միլիոն 473 հազար 445 ընտրող է գրանցված, այնուհետև մայիսի 31-ի տեղեկանքը, համաձայն որի 2 միլիոն 485 հազար 224 ընտրող, այնուհետև վերջին արձանագրությունը, որը ընտրության հաջորդ օրը ԿԸՀ-ն է հրապարակել, ընտրական գործընթացին մասնակցել է 2 միլիոն 507 հազար 216 ընտրող։ Առնվազն, այս ներքևում էլ իմ ասած տվյալներն են նշված, Excel ֆայլով ես այդ տեղեկանքը ունեմ, եթե որևէ լրատվամիջոց կուզի ուսումնասիրի, մեծ սիրով կտրամադրեմ, նաև իմ Մելորան Գոհար Facebook-յան էջով կարող եմ հրապարակել, որպեսզի քաղաքացիներն էլ հնարավորություն ունենան ուսումնասիրել, արդյոք օրինակ իրենց հասցեի վրա չեն, ասեմ ավելին, կրկին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից ընտրության օրը, որ իրենց հասցեներում անծանոթ մարդիկ են հաշվառված, ասեմ ավելի, մարդը գնացել է քվեարկելու եւ տեսել է, որ այդ անծանոթ մարդիկ, ովքեր ավելացվել են իր հասցեի վրա, արդեն ստորագրել են, այսինքն մասնակցել են ընտրական գործընթացի ու հակառակ պատկերն են մարդիկ, օրինակ կոնկրետ արցախցիների դրվագներ ունեմ, ովքեր ստացել են քաղաքացիություն եւ հաշվառված էին, ընտրության օրը գնացել են մասնակցելու ընտրությանը եւ իրենք էլի հաշվառման ցուցակներից հանված են եղել ընտրացուցակներից ու ոստիկանությունը հրաժարվել է, հա, անձնագրայինը այդ ձևը տրամադրել ու մարդկանց զրկել են ընտրական իրավունքից։ Հա, իհարկե։ Տեսանյութերն է դնեմ ու անցնենք հարցին։ Մասնակցողներն են, այո։ Մասնակից ըստ արձանագրություն, այո, ըստ արձան մասնակիցներն են։ Ընտրական իրավունք ունեցողներն են, այս բոլոր թվերն են ընտրական իրավունք ունեցողները։
Հա, չէ, հարգելիներս, ունենք պաշտոնական թիվ, թե ինչքան մասնակից ենք ունեցել, մոտ 1.5 միլիոնը 1.480.000-ի մերձակայքում էր, բնականաբար անգամ այս թվերը բնակության թվի հետ կոռելացիա հա, մի քիչ բան ուսումնասիրման ենթակա ըստ վիճվարչության, բայց այս թվերը մարդիկ են, ովքեր իրավունք ունեն, ընտրական իրավունքի ըստ պետական մարմինների։ Եվ ես կառաջարկեմ, որ օրինակ ԶԼՄ-ները, քանի որ պետական իրավասու մարմինները հետքերով չեն գնում, ԶԼՄ-ները փոքրիկ հետաքննություններ իրականացնեն։ Հիմա եթե կարելի է ես ներկայացնեմ դրվագները, օրինակ, այստեղ բազմաթիվ դրվագներ են, քվեարկություն Այստեղ առաջ տամ մի քիչ, հանձնաժողովի անդամը գնում է արդեն կապարակնքված պարկը բացում է, ինչ-որ բան է դնում, հետո էլի գալիս մոտենում է այս պարկին։ Սա էական կոպիտ ընտրախախտում է, որովհետև հետո այս պարկը քվեաթերթիկներով տեղափոխվել է ընտրատարածքային հանձնաժողով եւ մենք չգիտենք այստեղից ինչ է դուրս բերվել, ինչ է մուտք արվել։ Սա հենց այն հայտնի դրվագն է, որ հանձնաժողովը ստացել է եւ երրորդ համարի քվեաթերթիկը խնդրեմ, բացակայում է ու արձանագրություն են կազմել ստորագրել։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Ու հենց այս թվային անճշտությունների հետ կապված մեր մտահոգությունները նաև հենց նման դրվագներով են պայմանավորված։ Սա կրկին, մատիտով արձանագրված դեպք։ Վերջում նկատի եք, որ վերջում արդեն Այո, վերջում երբ ամփոփվում են, կոնկրետ դրվագ մատիտով են լրացրել, դրա իրավունքը չունեն, մատիտ իրավունք չունեն տեղամասում պահեն, որովհետև այսինքն երբ որ մատիտով լրացվում է, հնարավորություն է տրվում ջնջելու եւ այլ թիվ մուտք անելու։ Ես արձանագրումը ահազանգը ստացել եմ նկարած, որ մատիտով է արվել։ Բայց հարգելիս այնուամենայնիվ ինքը իրավունք չունի թեկուզ սխալներից խուսափելու նպատակով մատիտով անել, հետո շտկել, պետք է սկզբանե գրիչով մուտք արվի։ Ես անպայման կուզեմ բոլորի ուշադրությունը հրավիրել անվավել քվեաթերթիկների քանակին, որովհետև եթե համադրություն ենք նայում, տեսեք, 18 թվականին, այսինքն օրինաչափություն գոյություն ունի, հա, խախտումների, անվավել քվեաթերթիկները եղել են 4706-ը, 21 թվականի ընտրությունների արդյունքում 4593-ը, եւ խնդրեմ, վերջին ընտրությունների արդյունքում 17097 անվավեր քվեաթերթիկ, եթե մանդատների բաշխման դոնթի բանաձև ներդնենք, ըստ էության մեկ մանդատից ավելի քվե է ստացվում այս անվավեր քվեաթերթիկները եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ մի շարք տեղամասային կենտրոններից էլի ահազանգեր էի ստացել, որ ընդհանրապես մեր երրորդ համարի քվեաթերթիկը ծալված լինելու հիմքով անվավեր են ճանաչել, ինչի իրավունքը չունեն, այսինքն ունենք դեպքեր պատրված քվեաթերթիկը մեջտեղից պնդել են, որ վավեր ճանաչվի, եւ ունենք դեպքեր, որ ընդհանրապես ծալված լինելու նախապայմանով մեր երրորդ համարի քվեաթերթիկը անվավեր են համարել։